Ինչքան էլ տխուր լինես, չպիտի ընկճվես, չպիտի կոտրվես, Յաննչկա, լսում ես? Վայ, քեզ չի սազում։ Բարև Յանա։ Վայ, բարև Ինա ջան, ո՞նց ես։ Շնորհակալ եմ, դու ո՞նց ես։ Եթե անկեղծ մի քիչ տխուր եմ, բայց ոչինչ կանցնի, կարևոր չի։ Հա, քեզ նայողը չի ասի, թե տխուր ես։ Դե, գիտես էլի ինձ փորձում եմ բարձրությանս վրա մնալ։ Մի քոփ շոտ սիրունա։ Կասկածում ես made in Coco։ Դե ինձ էլ օգնի մի քանի լավ բան գնեմ։ Ամուսինս գումար է տվել, ես էլ եկա մեյքափիս պարագաները թարմացնեմ։ Ընտիր, ամենախելացի որոշումն է։ Արի ցույց տամ։ Ինջան, արի հենց տոնային կրեմներից էլ սկսենք։ Այ օրինակ այս մեկը շատ լավն է, ունի լավ ծածկողականություն, խորը խոնավացնում է եւ ունի SPF 50։ Խորհուրդ եմ տալիս։ Տեսնում ես, չէ՞, ես քեզ ասում եմ, ես շախունցների մեջ ես գազան եմ տեսնում։ Զգուշանալ է պետք դրանցից։ Բռնի։ Մամ, լոն ուխտ մի սարքի, հա։ Կլինի այն ինչից ես ամենաշատն եմ վախեցել։ Շախունցները քեզ կսպանեն։ Մոռանում ես, որ տղեդ փոխվել է, առաջվա խեղճ սոսից ոչինչ չի մնացել։ Միևնույն է, վախենում եմ սոս։ Հիմա ինչ անեմ, տուն չգամ, որ վախերդ անցնեն։ Չէ, ախր ինչ ես խոսում։ Խնդրում եմ, արի գնանք Մոսկվա, հա։ Մոռացի։ Չես տեսնում, որ ընտանիքդ քանդվում է։ Ճիշտ է, իմ ու Լիլիթի հարաբերությունները շատ վատ են, բայց ինձ դուր չեկա, որ նրան դուրս հանեցիր տնից։ Ինքը դրանից վատին է արժանի։ Իսկ որդիդ։ Որդի շուտով կհասկանա, թե ինչ վատ մեր ունի։ Չես խոսում։ Վերջացիր։ Հա։ Եկել եմ, որ բացատրություն տամ։ Հենց թվում է ես պարտավոր եմ դա անել։ Դու պարտավոր ես քո երեխեքի առաջ բացատրություն տաս, ոչ իմ։ Կարող եմ նստել։ Ով ա վրմել քեզ։ Նստի։ Ես պատրաստ էի նույնիսկ մեռնել մենակ թե քո Ֆայնայի ատելությանը չարժանանայի։ Ես ատելության մասին բան չասացի։ Նույնիսկ դեմքիս չես ուզում նայես։ Ինչ է այս, եթե ոչ ատելություն։ Ասեմ, հիասթափություն։ Այն ինչ, որ ես ու Ֆայնան զգում ենք, հիասթափություն է կոչվում։
Արի դու։ Ու շատ ցավոտ է։ Երբ են մերը ում դու միշտ աստվածացրել ես, պարզվում է լրիվ ուրիշ մարդ է, լրիվ ուրիշ անցյալով։ Բոլորը դες տանը ձեր խորհրդավոր գաղտնիքները ունեք, որոնցից արդեն զզվել է։ Մամ։ Ճիշտ ես քուրիկս, մեր մաման է։ Տուն է վերադարձել։ Ես տուն չեմ վերադարձել։ Եկել եմ ձեր հետ խոսեմ ու գնամ։ Սոսն իմ հանդեպ լծված զզվանքով ու ատելությամբ, այսքան տարիներից ձեռք բերում է 2 օրվա մեջ կորցրեցի, ինչա թե հանդիպեց այդ թշվառականին։ Մարթեղի, քրոջդ մասին ես խոսում։ Գիտես ինչ կա, կարա իր 25 տարվա մեջ այդ նույն քրոջը դաստիարակեիր, որ հասկանար ամուսնացած տղամարդկանց հետևից ընկնել չի կարելի։ Հետապնդում ասոսին։ Աչքովս տեսնեմ չեմ հավատա։ Դուք հերո աղջիկ ոնց որ ծնված լինեք այդ երախուն սևացնելու համար։ Այդ անան չէր, որ աշխարհի ամենավատ խոսքերը եկավ մեզ ասեց ու գնաց։ Արժանի էինք։ Ինչ։ Հա, արժանի էինք։ Մի պահ պատկերացրու, որ այդ երախու փոխարեն դու լինեիր։ 25 տարի։ 25 տարի կողքին ապրել եմ ու լռել եմ, ոչ մի բան չեմ ասել։ Իսկ ներողություն ինչ պիտի անեիր։ Պիտի ասեիր, որ մի վարկյան շուտ գար ընտանիքս քանդեր։ Բալես, ներվերդ խնայիր։ Հորաքուրիդ տարիքն արելա, էմոցիոնալ է դարձել։ Սոսը չի ուզում ինձ տեսնի։ Տնից դուրս արել, ատում է ինձ, ու այդ բոլորը ձեր սիրելի ու պաշտելի Աննայի պատճառով։ Չէ, ես գիտեմ ինչ կանեմ։ Ես կոչնչացնեմ դրան։ Մեղադեր Աստված։ Դու օգնական եղի։ Այսինքն, մամ, դու պատրաստվում ես մեզ լքել։ Ես ես տունն եմ լքում, ոչ թե ձեզ։ Հեքիաթներ մի պատմի։ Դու գնում ես, որովհետև սերդ է եկել։ Հա, տղես։ Ես սիրել եմ Սոսին։ Ու պատրաստ եմ եղել իր հետևից աշխարհի ծայրն էլ հասնելու։ Ով, բայց դու ինձ պիտի հասկանաս։ Բայց հայրս ինձ Միքայելի հետ ամուսնացրեց, որովհետև շախունցները հարուստ էին։ Ես չէի սիրում Միքայելին, բայց ինձ ստիպեցին։ Հիմա ո՞րն է իմ մեղքը, որ ձեր հորից առաջ ուրիշին եմ սիրել։ Մի հուզվի, մամ ջան։ Միքայելը չպետք է ձեզ խառներ մեր անցյալին։ Ինքը դրա իրավունքը չուներ։ Սխալվում ես։ Ինքը ճիշտ է արել, որ մեզ ասել է։ Մենք պետք է իմանայինք այդ ամեն ինչը։ Ես պաշտում եմ ձեզ ու ձեզնից թանկ ես աշխարհում, ես ոչ մեկին չունեմ։ Դուք արդեն հասուն մարդիկ եք։ Ու շատ բան կարող եք իմանալ։ Դրա համար էլ ես ձեզ ասում եմ, 25 տարի ես ձեր հորը հավատարիմ եմ եղել։ Սոսը իմ կյանքում եղել է մինչև ձեր հայրը։ Այդ դեպքում հիմա ինչ ես գնում, մամ ջան։ Որովհետև շատ բան է պարզվել։ Ու հիմա ես ի վիճակի չեմ ձեր հոր հետ նույն հարկի տակ ապրել։ Բայց իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Ու դուք իմ կյանքի միակ իմաստն եք։ Եթե դու գնացիր,
իմացի, որ Հենրի անունով տղա էլ չունես։ Հավանում ես։ Խաբեցի, այդքան համբերություն չունեմ սպասելու քո դանդաղ ոչնչացմանը։ Մեծացել ես։ Զենք բռնել ես սովորել։ Լավն է։ Ափսոս որ վերջինն է։ Չնայած մարդ հիշվում է իր առաջին ու վերջին գործերով։ Համաձայն եմ։ Այդ տղա։ Ես ուր ես զենք կաշում։ Հակարներդ կկտրեմ, արա։ Մոռացել ես, ովքեր ենք մենք։ Բախտավոր աստղիտակ ես ծնվել։ Պապատ նորից կյանքդ փրկեց, չկայացած Պիկասո։ Կարևորը մաման չի, պապան է։ Ու դու փրկելու ու փրկվելու մասին ես խոսում։ Մոռացել ես, որ կաշիդ փրկելու համար մերդ քեզ հողի տակ էր թաղել։ Երիտասարդի հիշողությունը պետք է վերականգնել։ Գելուխդ ցրիվ կտամ չափերիդ մեջ մնա։ Լսայ պսլինգ։ Այդ ձերքից զենքը կարող է պետեթվի մի անգամի ճակատի թաքնի։ Ես քեզ կինոյի տեղի տեղ ես դրա չհասկացա։ Օգտվի իմ այսօրվա բարությունից։ Թող սա լինի քո երկրորդ բոնուսը։ Իմիջիալից հիշացնեմ, առաջի բոնուսն եմ ես արել։ Մամա այդ փողը ես եմ տվել, որ քեզ երկրից դուրս անի, որտեղ սատկում էին, մեռնում էիր։ Ու հիշի։ Աշխարհում չի ծնվել մի մարդ, որ իմ տեղի վրա կարողանա զենք կաշի։ Այդ մեկը կանգնացա դիմացդ։ Ու իր բաժին բոնուսի հնարավորությունը ձեզ է տալիս։ Ապրեք։ Դեռևս։ Արես ում որ կովրա զենք կաշի։ Իզուր եկար։ Թողիր խփեր պրծնային գելու։ Ես ինչ ես դարը Միքայել։ Ես ինչ ես դարը։ Բայց ես տղա եմ դա իսիրակել, հա։ Հոգնել եմ։ Ամեն ինչից։ Հավես չկա։ Հələ մի հատ հանգստացի։ Այդ էմոցիաներն էլ մի կողմ դիր։ Մենք հապաղելու ժամանակ չունենք։ Իմիջիալոց կինդ տուն է վերադարձել։ Ինչի ուրիշ տարբերակ ուներ։ Լավն է։ Ընտիր։ Էլ երբեք տենց բան չասես։ Ինչա նշանակում ուրեմն տղա չունես։
Կրկնում եմ, մամ, եթե գնացիր մոռանում ես իմ մասին։ Իմ կյանքի միակ մխիթարանքը դուք եք, ու ես այսքան տարի մենակ ձեզնով ու ձեր համար եմ ապրել։ Ուրեմն մտքիցդ հանի գնալու վայելի մեր ներկայությունը։ Մամ, տնից գնալով իրականությունը չես փոխի։ Բայց հակառակը հնարավոր է հասկանում ես։ Դուք իմ կյանքի միակ իմաստն եք։ Ես հասկանում եմ, հիմա դուք էլ եք ինձ մեղադրում նենց ոնց որ բոլորը, բայց ուզում եմ, որ իմանաք։ Ես ձեր հոր հետ միշտ ազնիվ ու անկեղծ եմ եղել։ Ինքը հենց սկզբից ամեն ինչ իմացել է նենց ոնց որ կա։ Ինքը գիտեր, որ ես իրան չեմ սիրում։ Հորս հետ պայմանավորվեցին ու առանց իմ կարծիքը հարցնելու ճակատագիրս որոշեցին, ամբողջ պատմությունը էս ա եղել։ Հիմա դուք էլ ամեն ինչ գիտեք։ Ու այս տարիները ես մենակ հանուն ձեզ եմ ապրել։ Մամ, լավ չես։ Մամ, սպասի որ կբերեմ։ Մամ, հանգիստ չի, նորմալ է ամեն ինչ, մեր ես։ Մամ։ Մխմ ես։ Ոնց էր։ Դե շենքում ոնց պիտի լիներ։ Բայց անգամ այս վիճակում ինքը իր ասածին է մնում։ Դա շատ համառն է։ Դե լավ, արի նստենք մեքենան, կխոսենք հետո։ Թե լավ մերի այդքան մի տխրի։ Ուղղակի շատ ծանր է Արամ։ Գիտեմ մերի, բայց պարտավոր ես ուժեղ լինել։ Մենք բոլորս էլ մեր կյանքում մեր դժվարությունները ունենք, բայց չպիտի կուլ գնանք կյանքի արվածներին։ Պիտի առաջ շարժվենք ու ելք գտնենք։ Հիմա կգնանք կընտրենք, հետո ես քեզ կտանեմ տուն։ Չէ, էլի չեմ ուզում։ Ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ ախորժակ։ Առարկություններ չեն ընդունում մերի։ Ես քաղցած եմ ու ինքս էլ տրամադրություն չունեմ։ Ինչի քեզ ինչ է եղել։ Ընտանիքումս քաոս է, բայց միայն այդքանը կարող եմ քեզ ասել։ Լավ, մերդ ինչ եղավ է։ Եթե մի անգամ էլ ես գնացել, խոհանոց անհնազանդության ակցիա եմ սկսել։ Համեղ ուտեսներ եմ պատրաստել, քո սիրած։ Բողոքում ես, սենց բան կլինի։ Մեզ նստացել է սոված, ինքը գնամ գալիս, գնամ գալիս։ Լավ, լավ, լավ։ Եկեք կռիվ չանենք, քանի նստածենք ուտենք։ Ինքան ուրախ եմ բալես, որ քեզ ուրախ ու հանգիստ եմ տեսնում։ Իմ հրեշտակ բալես։ Ասում էի, չէ, ժամանակա պետք, ամեն ինչ կկարգավորվի։ Պապա դպրոցից ինչ կա։ Հա, իսկապես ինչ արեցիր։ Գնացի արևային համակարգը տեսա։ Պայմանագիրը կնքեցի, կբերենք տեղադրեն, ծախսերը կկրճատվի։ Հա, հիմա բոլորն էլ տենց են անում իդեպ։ Եթե ժամանակին մեր պապերին ասեին, որ արևից հոսանք են ստանալու, կզարմանային։ Իսկ ինձ թվում է, մարդկությունը գնում է դեպի իր սկիզբը։
Երբ քարաքարին հարվածելով կրակ ես ստանում։ Ամեն ինչի հակառակ պատասխանը գտնում ես։ Դրա համար դպրոցում քո կարիքը զգում էին։ Ես որոշել եմ արձակուրդներից հետո նորից անցնեմ իմ աշխատանքին, որովհետև շատ կարոտել եմ դպրոցը։ Լուրջ ես ասում։ Շատ ճիշտ որոշում է, Բալես։ Այսօր մեզ շատ ես ուրախացնում, Բալես։ Լսի, կարող է վաղ գաս հետս։ Մի քանի գործ կա։ Պապ ջան, մեծ սիրով։ Համեղա։ Ապրես։ Շատ։ Ամբողջ կյանքում այդպես էլ չի մացա հայրն ինչ է։ Ոչ մեկը իր ձեռքը ինձ չպարզեց։ Ոչ ոք ականջից չշշնջաց, չվախենաս կամ ես հետդ եմ։ Մեկը չեղավ, որ ամեն ինչ քանդվելուց հետո կառուցել սովորեցներ, որ ընկնելուց հետո կանգնելու ձևը ցույց տար։ Ամսովորողն եղա, ամսովորեցնողը, սայթակելով, ճանկռելով, ուրախությամբ, երբեմն ատամներս սեղմելով։ Երբ աշխարհն իր ամբողջ ծանրությամբ ուսիս ընկած էր, չեղավ մեկը, որ օգներ ու բեռս հետս տաներ։ Ինքս իմ տեղն ատամներով պահեցի, հարվածեցի, հարվածվեցի, անցա հաղթեցի են տեղերում, որտեղ հաղթանակ սպասելն անմտություն էր։ Ամեն ինչին հասա, փող, հարգանք, աշխատանք, բիզնես, բայց առավոտներն ինձ համար միշտ էլ սառն են բացվում, անմարդ է ձմեռ։ Կյանքն ինձ կոփեց ու կոշտացրեց, ես համատարած ամեն ինչի մեջ ես ինձ կորցրի, իմ իսկական երջանկության հետ։ Երևի պիտի չգային։ Ոչ դու տրամադրություն ունես, ոչ էլ ես։ Այստեղ անհնար է մարդու տրամադրությունը չբարձրանալ։ Ես գիտեմ քեզ ուր բերել։ Այստեղ ուտելիքները այնքան համով են, որ անկախ քեզանից ախորժակդ բացվում է։ Այնպես որ հաց կեր։ Քեզ է դիրտ։ Իրոք չեմ հասկանում հետդ ինչ է կատարվում։ Անձնական խնդիրներիդ մեջ չեմ ուզում խառնվել։ Բայց քիչ առաջ դու էիր ասում, չէ՞ որ կյանքի բոլոր դժվարություններում էլ ելք կա, ու պետք չի կյանքին պարտվել։ Ոչինչ, ամեն ինչ նորմալ է, կանցնի։ Իսկ հիմա հաց կեր։ Մի մտածի այդքան ման փորձի հանգստանաս։ Ես արդեն վաղուց եմ մոռացել հանգստությունը, որն ատեղ ես։ Դու երջանիկ լինելու լիքը պատճառներ ունես։ Մեկ-մեկ պետք է ուղղակի դա վայելել ու գնահատել մա։ Չստացվածի մասին էլ չափսոսալ։ Իմ միակ երջանկությունն ու հարստությունը դուք եք։ Լավ էլի խնդրում եմ, այդքան մի մտածի։ Միշտ դու ես ինձ ուշ տվել, հիմա ես քեզ պետքա սովորացնեմ, թե ինչը ոնց պետք է անես։ Քեզ էլ տխուր չտեսնեմ, լավ։ Անկախ ամեն ինչից, մամ։ Իսկ նա փորձի հանգստանաս։
Ոնց է։ Ճիշտ չի լինի, որ դու բարձրանաս վերև ու տենաս ոնց է։ Ուժեղա կդիմանա։ Իրա սարկացնա։ Պապ, մի նեղացրու մամային։ Մի մոռացի իր կարգավիճակի մասին ու հարգի։ Սրանից ավել չգիտեմ ինչ անեմ հայերի։ Ուրիշը իմ փոխարեն գիտես ինչ կաներ։ Գիտեմ, պապ։ Բայց մաման արժանյալ լավ վերաբերմունքի։ Մարդուն մի սխալով չեն դատում։ Բա դու իմ սխալի համար խեիր ինձ կախաղան հանում։ Նայած ինչ սխալ, պապ։ Սխալը։ Սուտն էլ է մեղք, սպանությունն էլ է մեղք, Աստծու համար։ Անգելինան ոնց է։ Ինքը չի կարա լավ լինի։ Հույս ունեմ ինձ մի օր կներես։ Չեմ կարծում։ Բայց ավելի լավը բարձրացի մամայի մոտ տես ոնց է։ Պապես ինչ է վիճակը։ Կյանքի հետ կռիվ եմ տալիս տղես, բայց ոնց որ այս անգամ ուզում է ինձ հաղթի։ Պապ, դու իմ կյանքում միշտ իմ ուժն ու իդեալն ես եղել։ Ու ես չեմ կարող քեզ այսպես տեսնել, ու չեմ էլ ուզում։ Հետ եմ նայում անցյալին, արածներս, ինչի եմ հասել, ուզում եմ հասկանամ անիմաստ է։ Անիմաստ մրցավազք, անուն ինչի, ինքս էլ չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Հանուն ինձ, պապ ջան, հանուն ինձ։ Օրդ փակուղը առաջ ես կանգնացնում տղես։ Չէ, պապ։ Ուղղակի հիշացնում եմ, որ դու միշտ պայքարով ես եղել։ Ու ես քեզ ուզում եմ միայն այդպես տեսնել ու ճանաչել։ Թե հիմա ու թե ապագայում, պապ։ Անընդհատ ձայնդ եմ լսում, ծիծաղդ, գլխիս մեջ անընդհատ ոտնաձայներդ է։ Ինձ թվում է ոնց պտտվեմ քեզ եմ տեսնելու։ Հենց սկզբից խոչընդոտներն այնքան շատ էին, որ կամովի հրաժարվել էր պետք։ Հարկադրված բաժանումն ամենասարսափելի բանն է աշխարհում, բայց ուրիշ ելք չկա։ Աշխարհի հազարավոր աղջիկների մեջ ես հենց քեզ հանդիպեցի։ Պարզվեց քուրս ես։ Որս աղջիկ է։ Այս ամեն ինչը քիչ էր մաման էլ մի կողմից։ Հետաքրքիր է, որ այսքան տարի ոչ մի բան չի խոսել, ոչինչ չի պատմել, ամեն ինչ իր ներսում լուր տարել է։ Դրա համար էլ նրան հազարից մեկ եմ ժպտալուց տեսել։ Աչքերումդ միշտ մեղքի ու կորստի զգացում եմ տեսել մամ, ու չեմ հասկացել ներսումդ ինչ է կատարվում, ինչեր է բուխամխում սրտումդ։ Աստված իմ, խելագարվել կարելի է, այս ինչքան բան կա մտածելու, ուզում ես ժամանակավոր կորցնել վերլուծելու ու նկատելու ունակությունդ։
Ինչի չի ստացվում մոռանալ քեզ։ Ինչի երի։ Ոչինչ կստացվի։ Ես պետք է ուժ գտնեմ իմ մեջ ու վերջ դնեմ ես սիրո պատմությանը։ Ես թուլանալու իրավունք չունեմ։ Ձեր հատուցման պահը մոտեցել է։ Ես դա չեմ կարող կորցնել։ Ժամանակը չբուժեց, բթացրեց ցավը։ Այդ ցավին անուն հիշողություն ու պատճառ տվեց։ Տարիներ շարունակ արթնացել եմ նույն ցանկությամբ, վրեժ լուծել ձեզնից, որովհետև խլեցիք երջանկությունս, որովհետև ես արյուն քրտինքով իմ սիրո տունը սարքեցի, դուք անկոչելի պես մտակ ու այլեցիք։ Ես ամեն ինչը ձեզ համար խաղեր, ինձ համար կյանք։ Հիմա վերադարձել եմ։ Ու չեմ եկել հարցնելու, չեմ եկել հասկանալու, եկել եմ տվածս վերցնելու առանց ներման։ Բոլորդ եք կանգնելու իմ սեփական դատաստանի առաջ առանց բացառությունների։ Եկարվանես։ Ինչ լավ է եկար Անգելինա, մեծ ուրախ եմ, քեզ ես կարգավիճակում տեսնում։ Պիտի գայ, հոգնել եմ արդեն տանը փակված մնալուց, կամ ձեր հետ լինեմ։ Միշտ հիացել եմ քո խելքով բալես։ Ինչ անենք, սուրճ խմենք։ Ես ավելի լավ առաջարկ ունեմ, եկեք գրքերը դասավորենք։ Կարող ես ձեզ խանգարում եմ։ Ոչ, չէ, դու քո ներկայությամբ մենակ սիրունացնում ես մեր բանը։ Շատ լավ տարբերակ ես առաջարկում։ Դե արի ես գրքերից ես սկսեմ։ Ես ստեղծել եմ ինչ աստ։ Այդ տղայս ինչ է վիճակդ։ Ամբողջ գիշեր մի վարքյան աչք չեմ փակել։ Այս տան իրարանցմանը պետքա վերջ դնել, Միքայել ջան։ Ինչ է։ Չենք կարողանում գործի վրա կենտրոնանալ։ Սենք չի լինի, տղա ջան։ Իմ ձեռը բան չկա, չեմ կարողանում աչք բացեմ։ Դե նա չի որ դու էլ չես բզբզում, դու էլ ես բզբզում էլի։ Դե իմ ասածդ ո՞րն է, պապ, գնամ այդ սոսի ճակատը պաչեմ, ասեմ լավ ես արել, որ հարություն ես արել, քո աստղային ժամն է, վա էլի։ Չեմ մի գնա ճակատը պաչի, բայց իր հետևից այդքան ընկնել պետք չի։ Ինքը իրան արդեն կարևոր մարդու տեղ է դրել։ Իրան թվում է թե դու բախում ես իրանից։ Չեմ իհա, մի հատ էլ դողացնում եմ իրան տեսնելուց։ Բայց ինքն է հենց անում, որ մեր ճանապարհները խաչվեն, էլ
Էլ չգիտի, որ վրով կանցնեմ։ Միգալ չգիտեմ, ունենց արա ոչ մի բան հետ չընկնի։ Էդ չպետք է գործի մեջ մեզ հաղթի։ Եթե հաղթես, քեզ հնձելով գնալ քո ճանապարհին։ Լավ էլի, պապ։ Ումա հնձելու։ Նա դեռ շախունցների գերանդուն չի հանդիպել։ Այ շան տղա։ Ես կբացեմ։ Բրավո։ Սև գործը տարել եկել հանգիստ նախաճաշում ես։ Չհասկացա, ինչ գործ ունես իմ տան մեջ։ Շուտ պետքա տան տեր դառնայիր։ Այդքան տանդ մասին մտածում ես, մի քիչ հավատարիմ եղի ամուսնուդ ու ընտանիքիդ։ Թե մեջիդ կրակը թույլ չի տալիս։ Ով է քեզ իրավունք տվել իմ հետ այդ տոնով խոսել։ Իսկ քեզ ով է իրավունք տվել ամուսնուս հետևից քարշ գալ։ Դա նորմալ ես։ Հասկանում ես, որ երեխեքիս ներկայությամբ ես խոսում։ Ինչի՞։ Ամաչում ես։ Դու գիտես ամոթն ինչա։ Իսկ որ սոսից հղի եկար ես տուն հարս, այդ ժամանակ չէիր ամաչում։